Ողջույն սիրելի հետևորդներ։ Եթե քեզ ասեին, որ աշխարհի ամենահզոր քարոզիչներից մեկը մի օր ծնկի եկավ եւ ասաց. «Խնդրում եմ, աղոթեք ինձ համար», կզարմանայիր։ Մենք հաճախ պատկերացնում ենք Պողոս Առաքյալին որպես անսասան հավատքի հսկա, որը երբեք չի վախենում, երբեք չի կասկածում եւ ամեն ինչ միայնակ է հաղթահարում։ Բայց Հռոմեացիների նամակի վերջում մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։ Այստեղ Առաքյալը չի ցուցադրում իր ուժը, նա բացում է իր սիրտը եւ ասում. «Աղաչում եմ ձեզ, ինձ հետ միասին պայքարեք ինձ համար աղոթքներով»։ Ուշադրություն դարձեք, այդ արտահայտությունը պայքարեք ինձ հետ։ Պողոսի համար աղոթքը պարզապես բարեմաղթանք չէր, այն հոգևոր պատերազմ էր։ Եվ եթե այդպիսի Առաքյալը հավատում էր ուրիշների աղոթքի զորությանը, ապա որքան առավել մենք այսօր դրա կարիքն ունենք։ Եղբայրներ, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով եւ Սուրբ Հոգու սիրով, որ մարտակից լինեք ինձ համար Աստծուն ուղղված աղոթներով, որպեսզի ազատվեմ հավատի դեմ ապստամբներից, Հրեաստանում եմ եւ որպեսզի Երուսաղեմում ծառայությունս ընդունելի լինի սրբերին, որ Աստծո կամքով ուրախությամբ ձեզ մոտ գալով հանգստանամ ձեզ հետ եւ խաղաղության Աստված թող լինի ձեզ ամենքիդ հետ։ Ամեն։ Աղաչում եմ ձեզ, պայքարեք ինձ հետ աղոթքներում։ Պողոս Առաքյալը չի հրամայում այլ աղաչումը, նա գիտի, որ առջևում իրեն սպասվում են վտանգներ, հասկանում է, որ իր մարդկային ուժերը բավարար չեն։ Այդ պատճառով նա դիմում է եկեղեցուն։ Հունարեն բնագրում օգտագործված բառը, որ թարգմանվում է պայքարեք, կապված է մարզիկների կամ մարտիկների պայքարի գաղափարի հետ։ Այսինքն աղոթքը պասիվ գործողություն չէ, այն հոգևոր ճակատամարտ է։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը գրում է, որ Պողոսը թեև լի էր շնորհներով, չար համարեց եղբայրների աղոթքը։ Նա ցույց տվեց, որ Աստված ցանկանում է, որ եկեղեցին միմյանց բեռը կրի նաև աղոթքով։ Սա մեծ դաս է մեր օրերի համար։ Երբեմն մարդիկ ասում են, ես ինքս կաղոթեմ, ուրիշի աղոթքի կարիքը չունեմ։ Բայց Առաքյալը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենամեծ սրբերը խնդրել են ուրիշների աղոթքը։ Տեր Հիսուս Քրիստոսի սիրով եւ Հոգու սիրով։ Պողոս Առաքյալը հիշեցնում է, որ աղոթքի հիմքը պարտականությունը չէ, այլ սերը։ Երբ սիրում ես մարդուն, աղոթում ես նրա համար։ Երբ անտարբեր ես, մոռանում ես նույնիսկ նրա անունը։ Այսօր մարդիկ ժամերով կարող են քննարկել ուրիշների խնդիրները, բայց ընդամենը մի քանի րոպե են հատկացնում նրանց համար աղոթելուն։ Քրիստոնեական համայնքը կառուցվում է ոչ թե քննադատությամբ, այլ փոխադարձ բարեխոսությամբ։ Այսօր սոցիալական ցանցերում հաճախ տեսնում ենք աղոթողներ, խնդրում եմ, ոմանք դա անտեսում են կամ պարզապես գրում, առանց իրականում աղոթելու։ Պողոսը մեզ սովորեցնում է, որ աղոթքը միայն մեկնաբանություն չէ, այն սիրո իրական գործն է, որպեսզի ազատագրվեմ անհավատներից։ Պողոսը գիտեր, որ Երուսաղեմ գնալը վտանգավոր է, նա չէր թաքցնում իրականություն եւ չէր ձևացնում, թե վտանգ չկա։ Սակայն նա նաեւ չէր առաջնորդվում վախով, նա խնդրում էր աղոթել, բայց շարունակում էր կատարել Աստծո կամքը։ Սա կարևոր հավասարակշռություն է։ Հավատքը չի նշանակում անտեսել վտանգը, հավատքը նշանակում է վտանգի մեջ վստահել Աստծուն։ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին ասում է. Պողոսը փախչում էր ոչ թե խաչից, այլ այն ամենից, ինչը կարող էր խանգարել ավետարանի գործին։ Նրա խնդրանքը վախի արտահայտություն չէր, այլ իմաստության, որպեսզի իմ ծառայությունը ընդունելի լինի։ Պողոսը Երուսաղեմ էր տանում նվիրատվություն աղքատ հավատացյալների համար, եւ նույնիսկ բարի գործը կարող էր սխալ ընկալվել։ Այդ պատճառով նա աղոթք էր խնդրում, ոչ միայն իր անվտանգության, այլև իր ծառայության ընդունելի լինելու համար։ Այսօր մենք նույնպես կարող ենք լավ բան անել, բայց սխալ վերաբերմունքի պատճառով հիասթափվել։ Պողոս Առաքյալը հիշեցնում է, որ կարևոր է ոչ միայն գործ անել, այլև աղոթել, որ Աստված բացի մարդկանց սրտերը։ Սուրբ Եփրեմ Մասորին ասում է. բարի գործը սերմ է, իսկ աղոթքը անձրև է։ Առանց անձրևի նույնիսկ լավ սերմը դժվարությամբ է պտուղ տալիս։
որպեսզի ուրախությամբ գամ ձեզ մոտ եւ հանգստանամ ձեզ հետ։ Զարմանալի է, որ Պողոսը, որն անընդհատ ճանապարհորդում էր, պայքարում, հալածվում, նույնիսկ հանգստի կարիք ուներ։ Նա չէր ամաչում ընդունել, որ հավատացյալների ներկայությունը կարող է իրեն զորացնել։ Այսօր շատ մարդիկ ասում են. «Ինձ եկեղեցին պետք չէ, ես միայնակ կհավատամ»։ Բայց առաքյալը նույնիսկ իր մեծ փորձառությամբ կարիք ուներ եղբայրների ու քույրերի ներկայության։ Քրիստոնեությունը միայնակ անցնելու ճանապարհ չէ։ Սուրբ Օգոստոսը ասում է. Աստված կարող էր մեզ միայնակ փրկել, բայց ընտրեց եկեղեցու ընտանիքը, որպեսզի սովորենք սիրել եւ կրել միմյանց։ Մենք ապրում ենք անհատապաշտության դարում։ Մարդիկ սովոր են ասել. «Ես ինքս կլուծեմ իմ խնդիրները», բայց Ավետարանը սովորեցնում է լրիվ հակառակը։ Աղոթիր ոչ միայն քո համար, խնդրիր, որ աղոթեն նաեւ քեզ համար։ Եվ երբ ուրիշը խնդրում է աղոթք, մի մտածիր, որ դա փոքր բան է, գուցե հենց քո աղոթքը լինելու այն զորությունը, որի միջով Աստված կբացի ճանապարհը։ Այս հատվածը մեզ տալիս է մի քանի կարևոր խորհուրդ, որը կարելի է կիրառել կյանքում։ Մի ամաչիր խնդրել, որ ուրիշներն աղոթեն քեզ համար։ Ամեն օր աղոթիր գոնե մի մարդու համար, ով դժվարության մեջ է։ Մի սահմանափակվիր կաղոթեմ գրելով, իսկապես ծնկի եկ եւ աղոթիր։ Հիշիր, որ աղոթքը հոգևոր պայքար է, ոչ թե միայն գեղեցիկ խոսքեր։ Մի կորցրու քաջությունը, երբ ճանապարհիդ դժվարություններ կան։ Բարի գործ սկսելուց առաջ աղոթիր, որ ավարտելուց հետո նույնպես շնորհակալություն հայտնիր։ Եկեղեցու ամենքը գնահատիր որպես Աստծո պարգև եւ օգնություն է ստանում։ Հիշիր, Աստված հիշիր շնորհակալ լինել նաեւ աղոթքով։ Սիրիր մարդկանց այնքան, որ նրանց համար աղոթելը բնական դառնա։ Ամեն օր հարցրու քեզ. այսօր ում համար եմ ես աղոթել։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Հռոմեացիներին ուղղված նամակի 15-րդ գլխի 30-33 համարները մեզ հիշեցնում են մի խորը ճշմարտություն։ Ուժեղ հավատքը չի նշանակում, որ այլևս ոչ ոքի կարիքը չունես։ Ընդհակառակը, հասուն հավատքը գիտի, թե երբ պետք է խոնարհվի եւ ասի աղոթեք ինձ համար։ Առաքյալը, որ բժշկում էր հիվանդներին, քարոզում էր ժողովուրդներին եւ հալածանքների մեջ մնում հավատարիմ, չէր ամաչում օգնություն խնդրել եկեղեցուց։ Իսկ մենք ինչու ենք երբեմն լռում մեր պայքարների մասին։ Թող այս խոսքը սովորեցնի մեզ ապրել ոչ թե միայն մեզ համար, այլ միմյանց հետ։ Թող մեր եկեղեցին դառնա մի ընտանիք, որտեղ մարդիկ ոչ միայն բարևում են իրար, այլև նաև կռվում են միմյանց համար աղոթքի մեջ, որովհետև երբ Աստծո ժողովուրդը միասին է աղոթում, տեղի ունենում այնպիսի փոփոխություններ, որոնց մարդկային ուժերով անհնար կլինեին։ Եվ թող խաղաղության Աստվածը, ինչպես ասում է Պողոսը, լինի բոլորիս հետ, զորացնի մեզ, միավորի մեզ եւ սովորեցնի սիրել միմյանց ոչ միայն խոսքով, այլ նաև ծնկի եկած աղոթքով։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուրբգային հատվածի բացատրությունը ուղարկել ձեր բոլոր ընկերներին, բարեկամներին, հարազատներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։